Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի հերթական նիստի աշխատանքներ, օրակարգի վերաբերյալ կան դիտարկումներ, առաջարկություններ չկան, օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերը կան, առաջարկություններ, դիտողություններ չկան, քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, հարց համար 52 կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17 կազմակերպչական աշխատանքների մասին հարցը զեկուցող շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան, համեցեք մանրամասն։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, քանի որ պարոն վարչապետ COP17-ի համաժողովին մնացել է շուրջ 2 ամիս, նախքան բուն հարցին անցնելը ձեր թույլտվությամբ հակի շարունակեմ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ եւ տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև առաջնորդների գագաթնաժողովը, պետությունների, կառավարությունների եւ միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել երկրի վերակյանքի պահպանման համար խորագրով Երևանի հռչակագիրը։ COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում իրականացվելու Կումնիկ-Մոնտրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։ Այժմ անդրադառնամ նախագծին։ Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես մանրամասն նկարագրել եւ հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացում են ըստ Հայաստանի Հանրապետության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ 640 միլիոն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան ընդհանուր 5400 քառակուսի մետր տարածքով 4 վրանների վարձակալությունը, ինչպես նաև ձեռք է բերվելու կահույք, սարքավորումներ եւ տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկա ամելի կներկայացնենք կառավարության քննարկմանը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Խնդրում եմ հավանություն տալ ներկայացված նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան։ Հիմա ֆունդամենտալ հարցը հետեւյալն է. մենք պատրաստ ենք կամ հոկտեմբերի 1-ի դրությամբ պատրաստ կլինենք ամբողջ ծավալով այդ եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ մասշտաբի միջոցառում մեր երկրում նախկինում երբեք տեղի չունեցել։ Պարոն վարչապետ, ճիշտ եք հիշում, ոչ ծավալներով, այսինքն մասնակցության թվով մենք նման մասշտաբի միջոցառում Հայաստանում չենք անցկացրել, նաև գլոբալ հարտակի նախագահության նման կարգավիճակ չենք ունեցել, որովհետև կա թյուրըմբռնում, որ մենք ուղղակի հյուրընկալում ենք COP-ը, այնինչ մենք հյուրընկալում ենք COP-ը եւ եւս 2 տարի ժամկետով մինչեւ 2028 թվականի հոկտեմբերը նախագահելու ենք։ Հայաստանը արդեն իսկ համարվում է ամենակենսաբազմազան երկրներից մեկը աշխարհում եւ կենսաբազմազանության օջախներից մեկն է հանդիսանում առհասարակ, բայց COP-ը հյուրընկալելով եւ նախագահելով մենք արդեն իսկ կդառնանք նաեւ գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը։ Միջոցառման համար նախատեսված աշխատանքները դեռ շարունակվում են, շատ աշխատանք կա անելու, բայց վստահ եմ մենք ժամանակին շենքը կավարտենք, կհանձնենք նաև այլ կազմակերպչական հարցեր, քանի որ միայն շինարարությունը չի։ Հիմա հարգելի գործընկերներ, նախ արդեն ասեց նախարարը, որ սպասվում է 10000-ից 15000 մարդու մասնակցություն, համենայն դեպս սովորաբար այդ միջոցառումների միջին մասնակցությունը այդքան է, ինչը նշանակում է, որ նաև туриզմի շատ մեծ ներհոսք է լինելու, եւ սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար նախ ծառայություններ մատուցել եւ հետո իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետեւ կարծում եմ, որ շատ երկրներում կա
այդ երևույթը, բայց մեր երկրում կարծես թե ինքը շատ տեսանելի կերպով դրսևորվում է մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ եւ իրենք էլ են վերադառնում։ Այսինքն մանավանդ туриզմի ոլորտում մեր վերընթաց զարգացման այս իրավիճակում սա լավ հնարավորություն է Հայաստանի туриզմի եւ մասնավոր ընկերությունների համար, այդ թվում իրենց ծառայությունները գովազդել եւ նոր գործընկերություններ ձեռք բերել։ Հաջորդը մենք ըստ էության կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորել ենք պետական բյուջեից, բայց ներդրումների հիմնական ուղղությունը եղել է մասնավոր հատվածում եւ մասնավորապես մենք մեծ ներդրում ենք արել Մերիդիան կենտրոնում, բայց նաեւ այդ ներդրումների դիմաց մենք նաեւ ձեռքբերում ենք ունեցել եւ մասնավորապես այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում մենք 8 տարվա պարոն Մատուցյան։ Պարոն վարչապետ, մենք Meridian Expo կենտրոնի հետ կնքել ենք ծառայությունների մատուցման պայմանագիր, այն պայմանով, որ ինքը շինարարական աշխատանքները կիրականացնի ՄԱԿ-ի պահանջին համապատասխան։ Դրա փոխարեն մենք փաստացի վարձակալում ենք որպես ծառայության պայմանագրի մաս 2026 թվականը ամբողջությամբ եւ 2027 թվականի հունվարի 1-ից սկսած 8 տարի տևողությամբ եւս 400 օր կանխավճարով ցերկ ենք բերում, որը իհարկե հետո կառավարությունը իր հայեցողությամբ հնարավորություն կունենա օգտագործել։ 8 տարի 400 օր մենք այդ ձևավորված ենթակառուցվածքը կառավարությունը իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք երբեմն դժվարություններ ենք ունենում միջոցառումներ կազմակերպելիս եւ հյուրընկալելիս եւ այս ներդրմամբ մենք ըստ էության ֆունդամենտալ ձևով լուծում ենք այդ հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել, ցանկացած մասշտաբի իհարկե մեզ որոշակի սահմաններում, իհարկե նաեւ մեր ունեցած մյուս ենթակառուցվածքների հետ միասին եւ սա շատ կարեւոր է, որ ունենանք պատշաճ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք, իսկ այս դեպքում վստահ ենք, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող ենթակառուցվածք ենք ունենալու, որովհետև բոլոր աշխատանքները իրականացվում են Միացյալ Ազգերի կազմակերպության համապատասխան գործակալության վերահսկողության ներքո եւ նրանք են ըստ էության տեխնիկական առաջադրանքները տալիս, նաեւ Երևանի այդ հատվածը վերջին շրջանում կատարված աշխատանքների եւ ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում, ուզում եմ ասել, որ մենք այնտեղ այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ եւ մենք այս աշխատանքի ընթացքում նաեւ Երևանը նոր փողոց կունենա եւ ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ փողոց անվանեն COP 17-ի փողոց, որպես նաեւ այդ համաշխարհային միջոցառման նշանավորում եւ բացի այդ հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են Կարմիր կամուրջի հետ, նրանք շատ կարեւոր մի մաս են կազմում եւ նաեւ Երևանի պատմամշակութային մի կլաստեր եւս ավելանում է նաեւ հանդիպումների եւ միջոցառումների եւ իհարկե մնացած մասով Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է եւ կարծում եմ, որ մենք նաեւ կարևոր է իմանանք, որ այդ առաջկա 8 տարում այդ 400 օրվա օգտագործումը պետք է պլանավորենք, բայց այդ 8 տարուց եւ 400 օրվանից դուրս էլ Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածք է, չնայած մենք հիմա արդեն պլանավորում ենք մասնավորապես այս պահին գաղափար կա, որ այս տարվա մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխությունը հենց այնտեղ կառուցվող նոր դահլիճում կիրականացնենք եւ նաեւ մեր գործընկերների բոլորիդ ուշադրությունը հրավիրում եմ, որ այդտեղ այդպիսի հնարավորություն կա եւ միջոցառումներ կազմակերպելիս ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն լինի, նկատի ունեցեք, որ մենք այնտեղ արդեն 2027 թվականի հունվարի 1-ից կամ չէ, այս տարվանից արդեն
կունենանք հնարավորություն այդ տարածքները օգտագործել։ Իսկ COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը իհարկե շատ կարևոր է մեզ համար, նաև շատ կարևոր է լավ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի միջազգային տեսանելիությունը եւ ճանաչելիությունը ավելի բարձրացնել եւ իհարկե մենք ունենք նաեւ մեդիա ռազմավարություն, ինֆորմացիոն արշավներ, հիմա Հայաստանի Հանրապետությունում շատ տեղերում արդեն տեսանելի է COP17-ի վահանակները եւ ըստ էության մենք արդեն մտնում ենք միջոցառման եզրափակիչ փուլ եւ բոլոր գործընկերներին խնդրում եմ որպեսզի կազմակերպչական աջակցություն ցուցաբերեն, նաեւ որոշակի հանրային նախաձեռնություններ կան տարբեր միջոցառումներ կազմակերպելու, որը կմտնի այդ տրամաբանության մեջ եւ իհարկե նաեւ շատ լավ առիթ է, որպեսզի մենք եւս մեկ անգամ անդրադարձ կատարենք բնապահպանական մեր օրակարգերին եւ մեր նախագահության շրջանը պետք է օգտագործենք, որպեսզի հաղորդակից լինենք շրջակա միջավայրի եւ բնապահպանական այն օրակարգերին եւ հնարավորություններին եւ նոր ձեռքբերումներին իրավիճակի կառավարման, որը ժամանակակից աշխարհում գոյություն ունի։ Այնպես որ հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում։ Խնդրենք կան դիտարկումներ համեցիկ։ Պարոն վարչապետ, պարզապես նշեմ, որ այս տարվա գագաթնաժողովը միշտ ավանդաբար Մերիդիանում է անցկացվում, բայց օգտվելով այդ 400 օրերից մենք նոյեմբերին ծրիորեն ենք դա անելու։ Ինչ գագաթնաժողով, որի մաս։ Հայաստան-Սփյուռք գագաթնաժողով։ Հայաստան-Սփյուռք գագաթնաժողով երբ է նախատեսվում։ Նախատեսված նախորդն էլ էր Մերիդիանում։ միշտ նախորդն էլ եւ 2022։ Բայց այս տարի այս անգամ ավելի լավ պայմաններ կլինեն այնտեղ ակնհայտորեն։ Խնդրեմ այլ դիտարկումներ համեցեք։ Պարոն վարչապետ, ուղղակի հավելեմ, որ մենք մեծականակ միավորներով գույք ենք ձեռք բերում, օրինակ կահույք։ Հիմա նախորդ միջոցառումների համար գնված գույքերը մենք օգտագործել ենք կոպի համար, բայց նաև մեծ քանակությամբ գրասենյակային գույքեր ենք ձեռք բերելու։ Միջոցառումը ավարտից հետո զեկուցագրով կներկայացնենք կառավարություն, կարծում եմ գործընկերները իրենց գերատեսչությունների համար կօգտակար կլինի, որ տեղեկացված լինեն։ Այո, համապատասխան ընթացակարգերով այնտեղ բավականին մեծ ծավալով գույք կա, նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում էլ նույնպես այդպիսի հարց կա, դա նույնպես հարց է, որը հնդածս պետք է կառավարենք։ Այլ դիտարկումներ չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 59 արտահանման աջակցության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ հարցազեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյան, համեցեք պարոն Խոջոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով նախատեսվում է 2026 թվականի հուլիս ամսին արտահանում իրականացված տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ բյուջե։ Նշեմ, որ 2026 թվականի հուլիս ամսին համաձայն գործընկեր պետական կառույցների ստացված օպերատիվ տեղեկատվությամբ արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3.6 միլիոն հատ ծաղիկ, ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կերասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց եւ նեկտարին եւ այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ, բայց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների եւ տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր եւ բանջարեղեն 14 երկիր։ Պարոն վարչապետ, հակիրճ այսքաններ, մնացածը եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։
Պարոն Խոջյան, ասինքն դե տեսեք, դուք թվեր եք ասում, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Ընդհանուր առմամբ շատ կարևոր է գնահատել, ընդհանուր որակական գնահատական տալ, թե մենք այդ որոշումները, որոնք նախ կայացրել ենք, իրենք ինչպես են աշխատում են թե չեն աշխատում եւ ինչքանով են շոշափելի եւ իրական ազդեցություն ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա։ Այսինքն մենք ո՞նց ենք գնահատում դիվերսիֆիկացման process-ը, բավարար, լավ, գերազանց, որն է մեր սպայի գնահատականը։ Պարոն վարչապետ, նշեմ, որ յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք, ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման եւ առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների եւ մատակարարման շղթաների վերադասավորումներ։ Եվ իհարկե այն առաջացնում է որոշակի տնտեսական ցնցումներ տնտեսավարողների մոտ եւ այդ է պատճառը, որ կառավարությունը արագ արձագանքման մի քանի միջոցառումներ է իրականացնում, որպեսզի այդ հարցը մեղմի եւ միաժամանակ տնտեսվարողները իրենք եւ ադապտացվում են փոփոխվող միջավայրին եւ նաեւ փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին եւ ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն եւ կունենան։ Ընդհանուր առմամբ մի փոքր դժվարություն է առաջանում համեմատել արտահանման ծավալները, երբ իրար հետ համեմատում ենք, դժվարություն է առաջանում համեմատել, թե արդյոք օրինակ ծիրանի 10,600 տոննա արտահանումը դա լավ ցուցանիշ է թե ոչ, որովհետև եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ այն զգալի նվազ է, բայց նաև զուգահեռ տեսնում ենք, որ արտադրության ծավալները ծիրանի այս տարի նվազ է եղել, որովհետև հիմնականում նաև մայիս ամսին տեղացած բազմաթիվ անձրևները իրենք փոշոտման խնդիր են առաջացրել եւ այդ նվազ քանակը առաջացել է եւ արտադրության մեջ եւ նաև հետեւաբար ծավալների տարբերություն է նկատվում։ Օրինակ, եթե կեռասի արտահանումն ենք մենք համեմատում հունիս-հուլիս ամիսները նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ այն գրեթե նույնական է, կարող է 10% շեղում լինել նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած։ Օրինակ դեղցը եւ նեկտարինի արտահանումը հունիս-հուլիս ամիսներին ավելի շատ է, ելի նույնական մակարդակում գտնված ավելի շատ է։ Ակնհայտ է, որ որոշ ապրանքատեսակներ իրենք ավելի քիչ տարբերություն են ունեցել արտահանման, որոշների դեպքում իրենք ավելի խորը, ավելի երկարաժամկետ աշխատանք են պահանջում։ Շնորհակալ եմ նույն ծիրանի դեպքում, պարոն Խոջյան, ես իհարկե այդ ընթացքում մարզային մենք այցելություններ ունեցել ենք, այո ծիրանի բերքը քիչ է եղել, բայց փոխարենը գինն է բարձր եղել եւ այս գործողության շնորհիվ ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել, ընդհակառակը որոշ տեղերում գյուղացիները նույնիսկ իրենք ասում են, որ նորմալ տարի է հաշված բերքի ծավալների հետ։ Որոշ դեպքերում կեռասի հետ կապված խնդիրը ինչի սուրճի, որովհետև կա երկու գործոն, առաջինը դեռ կեռասի մեր արտադրության ծավալները այնքան մեծ չեն, եւ երկրորդը, որոնք որ կան, ինտենսիվ գյուղատնտեսությամբ է, որոնք բոլորովին այլ սխեմաներով են աշխատում եւ իրենց մատակարարումները 1, 2, երբեմն 3 տարի առաջ արդեն պլանավորված են եւ այդտեղ խնդիր չկա։ Բայց դուք ձեր խոսքում մի բառ օգտագործեցիք, որը կարծում եմ մեր իրականության մեջ թերագնահատված է, որովհետև մենք այդ կարգի բառեր սովորաբար չենք սիրում, բայց դրանք ամենակարևոր բառերն են, դուք ասացիք ադապտացիա։ Ինչու են կարևոր այդ բառերը, որովհետև ընդհանրապես բոլոր գիտությունները ցույց են տվել, որ այդ թվում քաղաքակրթության ձևավորման եւ մարդաբանական գիտությունները ցույց են տվել, որ ադապտացիան հայերենում էլ լավ չի հնչում, նեգատիվ կոնտեքստ է, հարմարվողականությունը ամենակարևոր հատկանիշն է, որ մասնավորապես մարդուն հնարավորություն է տվել կենթանական աշխարհում գալ եւ հասնել գերիշխող դիրքի։ Մենք ստենց բառեր սովորաբար չենք սիրում։ Մենք սիրում ենք
բևեռային նշանակություն ունեցող բառեր, մինչդեռ կարծում եմ ֆունդամենտալ նշանակություն ունի, որ մենք հենց ոչ բևեռային նշանակության տերմիններով սկսենք առաջնորդվել եւ ոչ բևեռային նշանակության տերմիններով եւ շրջանակներում մեր ռազմավարությունները կարողանանք ձևավորել, որովհետեւ ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որը էական նշանակություն ունի եւ ունեցել է եւ առաջիկայում պետք է ունենա մեր պետության, մեր տնտեսության եւ ընդհանրապես մեր քաղաքականությունների համար։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ անկախ ամեն ինչից անընդհատ մեր շուրջ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, անընդհատ էական չէ, այդ փոփոխությունները կարող են լինել բացասական, այդ փոփոխությունները կարող են լինել դրական, բայց փոփոխությունները ինչքանով են դրական եւ բացասական, դա էլ է պայմանական, կախված նրանից, թե քո ադապտացիայի կարողությունները ինչպիսին են։ Եթե չկա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենադրական փոփոխությունները ունենում են բացասական ազդեցություն։ Եթե կա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրների եւ օրակարգերի հասցեագրմանը։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, եւ իհարկե ադապտացիան մենք միշտ էլ վերջին շրջանում օրինակ դիվերսիֆիկացիայի մասին մենք 8 տարի է խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով։ Մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչքան էլ քաղաքական խոսույթներ մենք զարգացնենք, կոչեր, հորդորներ եւ այլն, որովհետեւ մեր ընկալումը ինչ է եւ ինչպիսին պետքա լինի։ Էլի անդրադառնամ այդ թեմային, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարիններն է շատերից կախվածության։ Որովհետև տեսեք, եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Մենք դրանուն այդպես չենք դնում, դա սպառնալիք է։ Դա ազգային եւ պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի։ Եվ հետեւաբար մենք այս քաղաքականությունները պետք է շարունակենք։ Էլի եմ ասում, շատերը կան, շատ են, քչերը չեն առնվազն, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, ես այս իրադրությունը համարում եմ հնարավորություն, որպեսզի ադապտացիան դառնա մենք բևեռային բաներից, ձևակերպումներից, բարեկամներ, թշնամիներ, չգիտեմ, հաղթանակներ, պարտություններ եւ այդ կարգի բևեռային ձևակերպումների մեր սոցիալ հոգեբանությունը տեղավորենք ավելի ոչ բևեռային հասկացությունների, բառապաշարների, խնդիրների եւ գործելակերպերի մեջ, որովհետեւ եթե դու ունես ապոկալիպտիկ մտածողություն, իսկ դա մեզ շատ հատուկ երևույթ է, ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա։ Ես օրինակ ասենք առավոտները եւ իրիկունները եւ ցերեկներն էլ մեկ-մեկ երբեմն այդ ապոկալիպտիկ մտածողությունը ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է։ Ամեն օր Աստծո ամեն օր կան ինչ որ մարդիկ դեպքեր, որ պնդում են երկիրը կործանվում է։ Ասենք երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, երկիրը կործանվում է, դուք բրիֆինգ եք անում, երկիրը կործանվում է, դուք շաբաթ-կիրակ եք անում, երկիրը կործանվում է, դուք արձակուրդ եք գնում, երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում, երկիրը կործանվում է, դուք սրճարանում նստած եք, երկիրը կործանվում է, դուք սև հագած չեք, երկիրը կործանվում է, դուք քուրդ չեք հագել եւ մոխիր չեք լցրել ձեր գլխին եւ այլն եւ այլն։ Սա ապոկալիպտիկ, որովհետեւ եթե այդ է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է, ընդ որում երկիրը ասելով նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ գլոբալ երկիրը։ Գլոբալ երկիրը իրոք, եթե սա բանի հարց է, ընկալման հարց է։ Հիմա կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչա երկիր մոլորակը կործանվում։ Տասնյակ պատճառներ։ Եվ կարելի է հակառակ պատճառներն էլ բերել, որովհետև նախ ուզում եմ հիշեցնել, որ երկիր մոլորակի պատմությունը ընդհանրապես կործանման պատմություն է, եւ ինքը բառից բուն իմաստով էլ է կործանվում, որովհետև
որովհետև տիեզերքի իմաստն է, բոլոր երկնային մարմինները գլորվում են անդունդը, շատ մեծ արագությամբ ընդ արդեն մոտավորապես 13 միլիարդ տարի։ Եվ ըստ հաշվարկների մոտավորապես 1 տրիլիոն տարի էլ դեռ գլորվելու են դեպի անդունդը։ Այնպես որ դա նորմալ է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում։ Ընդ որում ոչ միայն Հայաստանի ոչ միայն երկնային բոլոր մարմինները ապրում են, մենք հիմա ճիշտ է այս գիտելիքը չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը։ Այնպես որ պետք է հարմարվել այս իրադրության հետ եւ անել ամենօրյա աշխատանքը ադապտացիայի տրամաբանությամբ։ Մենք պետք է հարմարվենք այս առաջիկա մոտավորապես առնվազն 10 միլիարդ տարի այս անկումը շարունակվելու է։ Հարգելի գործընկերներ, այնպես որ եկեք հարմարվենք այդ իրավիճակին, որ անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք եւ օրակարգեր ձևավորենք եւ լուծենք այդ օրակարգի։ Ես ինչ եմ ասում, որ մեր հարգելի գործընկերներին պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք։ Մենք դրա մասին գիտենք եւ գիտենք, որ առաջիկա առնվազն 10 միլիարդ տարի, հələ քիչ եմ ասում, երևի ավելի շատ, այդ կործանումը շարունակել եւ դա անկասելի է, ոչ մեկ չի կարող կանգնեցնել դա։ Եվ ընդհակառակը, երբ որ այդ կործանումը կանգնի, դա նշանակում է ամեն ինչ վերջացել է։ Եվ հետեւաբար մենք իսկապես սա շատ կարևոր բան է, որ մենք անընդհատ լինենք ադապտացիայի վիճակում։ Եվ հենց էսա, որ մենք 2020-21 թվականի իրադարձություններից հետո կարողացել ենք կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետության շուրջ, կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, դա չի նշանակում, որ խնդիրները ավարտվեցին։ Դա նշանակում է, որ խնդիրները ավելացան եւ անընդհատ ավելանում են։ Հիմա այն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, դա ընդհանրապես հետևանք է նրան, որ մենք նախկինում չլուծված բազմաթիվ խնդիրներ լուծել ենք եւ դրա արդյունքում հիմա եկել են նոր ավելի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Դա է մեր աշխատանքի իմաստը։ Եթե այդ ամեն ինչը չլներ, մենք ընդհանրապես կառավարություն ունենալու աշխատանքի ոչ մոտիվացիա կլներ, ոչ էլ անհրաժեշտություն։ Այնպես որ ես առաջարկում եմ, որ մենք հենց այդ ադապտացիան հայերենը չեմ ասում, որովհետև վատ է հնչում հայերենը։ Այսինքն վատ է հնչում մեր այդ բանի մտածողության պատճառով, էլի այդ ապոկալիպտիկ մտածողության պատճառով։ Մենք չենք կարող պետքա ինչ որ բևեռային վիճակ լինի, բայց ադապտացիան պետքա դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների, դա է, որ բերում է որակական փոփոխությունների, եւ մենք այս տրամաբանությամբ պետքա առաջ շարժվենք, հետեւաբար նաեւ շուկաների դիվերսիֆիկացիան, իմիջայլոց ասեմ, շատ կարեւոր մի հանգամանք, որ նախորդ նիստում ոչ չզեկուցվող հարցերի փաթեթում մենք ընդունեցինք մի շարք նախարարությունների անունները եւ հետեւաբար մանդատները նաեւ լիազորությունների շրջանակը վերափոխելու մասին որոշում եւ մեր ընկալումն այն է, որ այս փուլում արտաքին գործերի նախարարությունը պետք է կոչվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն եւ սա էլ շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր բոլոր դեսպանատները, ես իհարկե այդ խնդիրը նախկինում էլ արդեն քանի տարի շատ վաղուց մեր բոլոր դեսպանատների եւ արտաքին գործերի նախարարության առաջ դրել էի, որ դեսպանատան գործունեությունը պետք է գնահատվի այդ թվում տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով, բայց այնուամենայնիվ այդ ֆունկցիայի բաղդատումը ինքը չի թողում, որ կենտրոնանաս եւ կարողանաս գնահատել աշխատանքը։ Հիմա մենք այդ նոր այս որոշումը նաեւ այս նոր իրադրությանը մեր արձագանքն է,
որ เป զի այդ ադապտացիայի եւ դիվերսիֆիկացիայի process-ը ավելի համակարգված տեղի ունենա եւ մենք իհարկե առաջիկայում այդ առիթով նաեւ խոսելու, քննարկելու առիթներ կունենանք։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան այլ դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, մենք փաթեթով չզեկուցվող հարցերի փաթեթում իրականացրեցինք մի շարք նշանակումներ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների, ինչու այսպիսի փաթեթով, որովհետև գործ ունենք վերանշանակումների հետ եւ չցանկացանք առանձին զեկուցել եւ ես նախ ուզում եմ նշանակումները հետեւյալն են. Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Էդվարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, մարզպետների վերանշանակումներ են եղել Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևոնյան Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան Գեղարքոնիքի մարզպետ, Արեմ Մկրտչյան Լոռու մարզպետ, Դավիթ Արուշանյան Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյան Վայոց ձորի մարզպետ, Հայկ Ղալումյան Տավուշի մարզպետ։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախորդող շրջանում ձեր կատարած աշխատանքի համար եւ ուզում եմ հաջողություններ մաղթել առաջիկա շրջանի գործունեության համար։ Իհարկե ես գիտեմ նաեւ, որ մասնավորապես մեր որոշ մարզպետ գործընկերներ գուցե թե առաջիկայում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում այլ դերակատարում ստանձնեն, այսինքն նախնական քննարկումներ կան, դեռ մենք վերջնական որոշումներ չունենք, բայց այնուամենայնիվ այս փուլում մենք նաև այդ պարագայում այդ պարագան հաշվի չենք առնում, քանի դեռ որոշումներ չկան կայացված, համարում ենք, որ այս տրամաբանությամբ ենք աշխատելու։ Ինչևէ, բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանի գործունեության համար եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում եւ նաեւ եթե ասելիք ունեք, հարգելի գործընկերներ, խնդրեմ Սուրեն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւս մեկ անգամ այս վստահությունը ձեր կողմից ստանալու համար եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ առաջիկայում մենք անշարժ գույքի շուկայի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ կներկայացնենք, փոփոխություններ, որոնք թույլ կտան մեզ զարգացնել անշարժ գույքի կառավարման օրակարգը, անշարժ գույքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, զարգացնել տարածական տվյալների ենթակառուցվածքը, ներդնել նոր գործիքակազմեր անշարժ գույքի շուկայի վերլուծության վերաբերյալ եւ համապատասխանաբար ել ավելի բարձր մակարդակի հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումը այս ոլորտում։ Եվ եւս մեկ անգամ կցանկանայի նշել այն փաստը, որ 2027 թվականին նախատեսվում է նաեւ մեկ միջոցառում մոտ 40 պետությունների պատասխանատու կառույցների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում մարտ ամսին կհյուրընկալենք մեր գործընկերներին եւ կկազմակերպենք համապատասխան միջոցառում, որը եւս կբարձրացնի Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը։ Կրկին անգամ շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Թովմասյան, իդեպ հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ասեմ, որ քանի որ նաև ադապտացիայի մասին շատ խոսեցինք, մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Հիշում եք, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց եւ դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ եւ մտավախություններ, բայց մենք տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը շատ կարևոր է եւ շատ ուրախալի փաստ է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ
օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները, բնակարաններ, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաև կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է եւ պարոն Թովմասյան մենք պետք է նաեւ ոլորտում կարողանանք կատարենք այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև ընդհակառակը ավելի ակտիվացնենք, պարոն Գրիգորյան, մասնավորապես թվայնացման ոլորտում էլ մենք այդտեղ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, բայց մյուս կողմից նաև այդ գործարքների վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Խնդրեմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, համեցեք պարոն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ անձամբ ձեզ վստահության համար շնորհակալություն հայտնել եւ իհարկե կառավարության հարգելի անդամներին, ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին մեր պետականամետ համագործակցության համար, որի շնորհիվ կարծում եմ նաեւ որի շնորհիվ մենք 2 տարի անընդմեջ բավական բարձր արդյունքներ ենք գրանցել, որը արտացոլված է հարկային մուտքերի բարձր երկնիշ աճերում, որը գերազանցում է նաև ծրագրային ցուցանիշները եւ այստեղ իհարկե ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել եւ երախտապարտ լինեմ մեր բոլոր հարկվճարողներին։ Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում շարունակել այս գերպատասխանատու դիրքում պաշտոնավարումը եւ ծառայեցնել իմ գիտելիքներն ու բազմամյա փորձը պետական համակարգում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես համոզված եմ, որ պետական եկամուտների կոմիտեն իր էական դերակատարումն ունի, ուր պոտենցիալ ներուժ ունի իր նպաստը բերելու Հայաստանի վերափոխմանը որպես լոգիստիկ եւ տեխնոլոգիական հանգույց իր թվային, խելացի, մարդակենտրոն եւ իհարկե մյուս երկրների, տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի երկրների հետ ինտեգրված հարկային ու մաքսային համակարգերով եւ ես հանձնառու եմ, որ այս բոլոր բարեփոխումները լավագույնս առաջնորդեմ։ Իհարկե ամփոփելով նաեւ ուզում եմ իմ հանձնառությունը հայտնեմ, որ լավագույն ջանքերն եմ ներդնելու, իհարկե դա մեծ ամբիցիա է, կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնա հարկ վճարողի եւ հանրության համար սիրելի ծառայություն եւ դրանում առաջնորդվելու եմ 2 կարևոր ուղենիշերով, որոնք ծնվել են անցած տարի, դա մեր առաքելությունն է եւ մեր տեսլականը միասնական, որը սահմանել ենք մեր համակարգի համար եւ ես ուզում եմ բառացի ուղղակի ցիտել հիմա այդ առաքելությունն ու տեսլականը։ Մեր առաքելությունն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Մեր տեսլականն է ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, որպեսզի քաղաքացին մարդիկ սիրեն պետական եկամուտների կոմիտեն, իրենք պետքա սիրեն պետական բյուջեն, որտեղ որոշ տարբերակ չկա, չի կարող մարդ չսիրի պետական բյուջեն եւ սիրի պետական եկամուտների կոմիտեն։ Իսկ պետական բյուջեն սիրելու համար ի վերջո պետքա որ մարդիկ տեսնեն ակնհայտը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուրի եւ բոլորի ընտանեկան բյուջեն է, ելի ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում որևէ մարդ, որևէ չկա այդպիսի եզակի մի մարդ, անկախ իր սոցիալական դիրքից, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսվում է իր ընտանիքի բարեկեցության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այդպիսի մի հոգի նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Իհարկե մենք այս տարի նախորդող շրջանից էլ չեմ ասում, արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք մի վերջին անգամ 2018-17 թվականի համեմատությամբ մենք պետական բյուջեն կրկնապատկել ենք եւ դեռ մի բան էլ ավելի, բայց մենք արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք, պետք է արդեն սկսենք համեմատել ավելի մոտակա շրջանների հետ, որովհետեւ այդ ժամանակները արդեն հեռացել են։ Եվ այս տարի մենք
կիսամյակի տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում, շուրջ 70 միլիարդ դրամի հարկային եկամուտները նախատեսածից սխալ թիվացի։ Ես անդադ հետ եմ մնում դրանից, լավ էր շատ չասեցի, քիչ ասեցի փաստորեն էլի, լավ էական չի, կամ էական է 20 միլիարդի տարբերությունը, կամ այսինքն ծրագրից ավել ենք, եւ թվում է թե լավ է ամեն ինչ, եւ այո, լավ է, բայց մենք գիտենք, որ ահռելի ստվեր կա։ Տեսեք, եւ շատ կարեւոր է, որ մենք սոցիալ-հոգեբանական մակարդակում այդ փոփոխությունները իրականացնենք։ Ես հիմա ձեզ իհարկե այս ընթացքում բազմիցս գրել եմ, օրինակ նույն ամենապարզ հատվածում եմ, այսօր Հայաստանում սրճարաններում հսկիչ դրամարկային կտրոնը բերում են ամենավերջին հերթին եւ գործնականում հիշեցնելուց հետո։ Այսինքն սա պրոբլեմ է, որը չի լուծվել մեզանում։ Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան։ Եկեք դրա մասին խոսենք եւ այսինքն չխոսենք։ Պետք է դրա խնդիրը լուծել։ Եվ մենք այդտեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք ինչպես ընդհանրապես կառավարման ողջ համակարգում։ Եվ ելի ասում եմ, ինձ համար նաեւ, քանի որ դրան անդրադարձա, մեծ խնդիր է, որ 2018 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում մենք մեծ առաջընթացներ ունեցանք, հիմա մենք հայտնվել ենք ստագնացիայի եւ նույնիսկ ինչ-որ առումով հետընթացի վիճակում, եւ սրա պատճառն էլ կար, որովհետեւ 2018-2019 այդ 20 թվականից օրակարգերը գործնականում մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը մեր աշխատանքի զգալի մասը, մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ եւ էներգիայի մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ հասցեագրված եղել եւ հիմա մենք բոլոր այն օրակարգերը, որ մենք ունեցել ենք 20 թվի կոവിഡից առաջ, որը ամբողջ կոവിഡ് եւ հետո, բոլոր օրակարգերը այսօր ամենաթարմ ձևով մենք պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա։ Կոպիտ ասած, եթե կարճ ասենք, հեղափոխության ամբողջ օրակարգը այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին դրված եղել սեղանին, նույն հրատապության սեղանին դրված է եւ դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը, որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն կենտրոնանալ հաստատված խաղաղության շնորհիվ, եւ երկրորդը իհարկե ընտրությունները եւ ընտրություններում ժողովրդի տված մանդատը եւ դրա վերահաստատումը։ Եվ այս առումով իհարկե ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է։ Այսօր համատարած մենք խնդրեմ ունենք մենթալիտետային մակարդակում։ Թվում է թե լավ դե 1500 դրամանոց բանն է խնդիր լուծելու։ Այո, հենց այդ 1500 դրամանոց կտրոննա խնդիրը լուծելու եւ 1500-1550 միլիոն ու կես եւ այդպես շարունակ։ Այնպես որ ես նաեւ ուզում եմ ասել, որ ընդհանրապես ոչ մի համակարգ անթերի չէ, բայց ես էլի խնդիրը դրել եմ միջև տարվա վերջ, այս մեր դրոշմավորման համակարգը, որովհետեւ գիտեք ինչ, ցանկացած համակարգ որ ներ ենք դնում, ինքը անթերի չէ եւ գործնականում մենք այդտեղ ունենում ենք եւ լոբինգի եւ հակալոբինգի դրսեւորումներ, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրների լուծմանը եւ ուզում եմ ասել, որ մենք հարկային եկամուտներ այդպես բավականին լավ տեմպերով հավաքում ենք, սրանում այդ թվում միայն գործոնը չի, այդ թվում դրոշմավորման նոր համակարգը։ Մենք հիմի միջև առաջիկայում ինչ հնարավոր է, քայլ առաջին, ինչ հնարավոր է դրոշմավորել, պետք է ամբողջը դրոշմավորենք, քայլ երկրորդ պետք է շուկան փուլ ազատականացնենք, որպեսզի այդտեղ նաև այլ ծառայություններ հնարավոր լինի ներգրավել, իհարկե հաշվի առնելով, որ այն ներդրումները, որոնք այս ընթացքում կկատարվեն, այդ ներդրումները դրանք տրամաբանորեն պետք է անպայման հետ գնում ունենան եւ դա է տրամաբանությունը, այնպես որ այո, լավ է, մեր ցուցանիշները լավ են, բայց մենք ամեն օր գետնի վրա տեսնում ենք, որ հսկայական, որովհետեւ տնտեսությունը աճում է եւ ստվերն էլ հետն է աճում բնականաբար։
Եվ մենք ստվերի կրճատման մեր տեմպերը պետքա կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, որ เป զի տնտեսության աճի հետ կարողանանք նվազեցնել ստվեր, այս բանը մենք հաշվի չենք առնում։ Մեզ թվում է, թե որ մենք ստվերը կրճատում ենք, ուրեմն ստվերը կրճատում ենք, բայց մեր ստվերը կրճատում ենք x%-ով, իսկ տնտեսությունը աճում է x անգամ 3%-ով, եւ դրա հետ աճում է նաեւ ինչ որ մի տեմպով աճում է նաեւ ստվերը, այսինքն բանի պրոպորցիոնալ, եւ սա իհարկե խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան, համեցեք բան Վարդան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ ձեզ վստահության համար, շնորհակալ եմ կառավարության մեր գործընկերներին նախորդող ժամանակահատվածում ներդաշնակ աշխատանքի համար։ Պարոն վարչապետ, իմ համար մեծ պատիվ է վերացնանձնելու հարազատ մասնագիտական ոլորտի առաջնորդությունը եւ շնորհակալ եմ ոլորտի զարգացման օրակարգային հարցերը առաջ տանելու հնարավորություն ընձեռնելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը ոչ միայն ոլորտային կառավարության ծրագրի հատվածը իրականացնելու համար, այլ նաև նպաստել հարակից ոլորտների բոլոր ծրագրերի առաջընթացին եւ շնորհակալություն եւս մեկ անգամ վստահության համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք կապիտալ ներդրումների ծավալով արդեն վստահաբար գտնվում ենք Խորհրդային Միության ժամանակների հետ, Խորհրդային Հայաստանի ժամանակների հետ համեմատելի վիճակում։ Իհարկե, վերջերս մենք փորձեցինք փաստահենք փորձել համեմատել, թե այսօրվա մեր կապիտալ ներդրումների ծավալները ինչպիսին են Խորհրդային Միության ժամանակների համեմատ, եւ պարոն Վարդանյան, եթե ճիշտ եմ հիշում, բնականաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում տարվա կտր, ճիշտ եմ հիշում։ Այո, ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Եթե 1.2, 1.3 միլիոն քառակուսի մետր է իրականացվել են ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվին ավելի ծավալով է իրականացվել եւ ոչ միայն բնակարանաշինության մասով, արդեն առաջին կիսամյակի տվյալները կան եւ վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում ակնկալում ենք, որ այս տարվա մինչեւ ավարտ մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը 900 միլիարդ դրամ եւ ավելի։ Այսինքն բնականաշինության ծավալները ասիկ 80%-ով գերազանցել ենք, ավելի են կառուցել, 80%-ով ավելի կառուցել ենք, հա։ Կառուցել ենք, քան 1985 թվականին, որը Խորհրդային Միության տարիներում ամենամեծ ծավալի բնականաշինության տարի է եղել։ Ընդ որում այստեղ համեմատության մեջ հարգելի գործընկերներ կարող է լինել տեսակետ, թե այն ժամանակ կառավարություններ կառուցում, հիմա կառավարությունը չի կառուցում, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում բնականաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին մեր կայացրած մի որոշմամբ, երբ որ մենք որոշեցինք եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում կազմակերպչական, եւ ըստ էության այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, եւ իհարկե սա սխեմա է, որը աշխատում է եւ մենք առաջիկայում նաև կխթանենք եւ բացի դա իհարկե ուղիղ հենց կառավարության կողմից իրականացվող ծրագրերը դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ մեր խնդիրներով էլի ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ես այդ թեմայի մասին խոսել եմ, սկզբից շատ զգուշ, հետո ավելի ոչ զգուշ, հետո հուսահատվել եմ ու չեմ խոսում ընդհանրապես, որովհետև
որովհետև պետք է արձանագրել, որ իհարկե երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ, բայց նաև կան շինարարական նախագծեր եւ շինարարական հրապարակներ, որ մտնում ես, ասում այդ մարդկանց նայում ես, ասում ես, բայց ինչի էլի։ Ինչի, այսինքն ինչի կարա, ո՞նց է սա հնարավոր 21-րդ դարում, ասենք լավ, ո՞նց է սա հնարավոր, ո՞նց կարելի է սենց աշխատել, ո՞նց կարելի է սենց մոտենալ հարցին, եւ մենք բոլոր շանսերը տվել ենք, մենք պետք է այնց անենք այդպես գործող ընկերությունները ուղղակի փակվեն եւ դաշտից դուրս գան։ Այլ կոմպրոմիսների տեղ մենք չունենք։ Պետք է շատ հատուկ գործել եւ որովհետեւ դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ոլորտ է, մանավանդ մեր այսօրվա ծավալների մեջ եւ ընդ որում պետք է նաև արձանագրել հարգելի գործընկերներ հետեւյալը, որ մենք ունենք բոլոր տվյալները հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում, էականորեն ավել, եւ նաև սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներին, այսօր մեր համայնքները, ըստ էության մի համայնքը կարող է եւ այդպես էլ կա սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնի, ինչպեսին ասենք 2019 թվականին երկու մարզ իրար հետ ներկայացրել։ Այսինքն մենք այսօր այդպիսի իրավիճակ, այսինքն 2019 թվականին կարող է երկու մարզի ցուցանիշները այսօր տեղավորվում են մի համայնքի ցուցանիշի մեջ եւ սա իհարկե այդ չի նշանակում, որ համայնքների բոլոր ծրագրերը հաստատելու ենք, բայց ինքը թիվը շատ ինդիկատիվ է եւ ընդհակառակը մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պիտի դնենք բովանդակային առումով որակի վրա եւ շինարարական առումով որակի վրա։ Հիմա խնդրեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան, համեցեք պարոն Մովսիսյան։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կառավարումը ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ձեր եւ մեր ժողովրդի սպասելիքները եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին ձեզ եւ մեր հարգելի գործընկերներին վերջին գրեթե 5 տարիների ընթացքում համատեղ կատարած աշխատանքի համար, որի արդյունքը եղել է նոր դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, պուրակներ, խաղահրապարակներ եւ վերջապես մեծ հաշվով մեր ժողովրդի բարեկեցության բարձրացումը, որի համար շնորհակալ եմ բոլորիցս հետ։ Շնորհակալ եմ, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ անցած տարիների աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ Արարատի մարզում բավականին մեծ աշխատանքներ ա իրականացվել եւ առաջիկայում եւս բավականին մեծ աշխատանքներ ունենք անելու, որի համար շնորհակալ եմ եւս մեկ անգամ պարոն վարչապետ վստահության համար։ Շնորհակալ եմ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ ձեզ, նույն ոգով կաշխատեմ շարունակել ի բարություն Հայաստանի Հանրապետության եւ Արմավիրի մարզի։ Շնորհակալ եմ Գեղարքոնիքի մարզպետ Կարեն Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն եմ հայտնում նախորդ 5 տարիների աշխատանքի համար, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Գեղարքունիքի մարզում, հարյուրավոր միլիարդ դրամների ներդրումներ ենք իրականացրել, ինչը իրատեսական իրականում փոխել է Գեղարքունիքցու կյանքը, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը եւ վստահեցնում եմ, որ հաջորդ իմ պաշտոնավարման ժամկետում եւս նույն ձևով, մեծ պատվով, մեծ ջանասիրությամբ շարունակելու եմ ծաղկեցնել ու շենացնել Գեղարքունիքի մարզը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար, այն ինչ տասնամյակներ շարունակ Լոռու մարզում թվում էր հեռու երազանք, այսօր
դառնում է իրականություն եւ չափելի արդյունք հողի վրա։ Եվ նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր քաղաքներն ու գյուղերը եւ մարզկենտրոն Վանաձորը ոտքի են կանգնում գլխավորապես կառավարության վարած քաղաքականության շնորհիվ։ Իմ հերթին խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վստահության համար եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս 1.5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Այս տարիների ընթացքում Շիրակի մարզը եւս 180 աշճան փոփոխություն է կրել եւ մասնավորապես Գյումրի քաղաքը աշխատանքներ, որոնք սկսվել են ու շարունակվում են Շիրակի մարզում, մենք այս պահին մոտ 50 միլիարդ դրամի աշխատանք ենք անում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարում, գազաֆիկացում, մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ստանձնում աշխատանքս մարզպետի պաշտոնին եւ պատրաստակամությամբ շարունակելու եմ այն աշխատանքները, այն գործունեությունը, ինչ որ ծավալել եմ մինչև այժմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Շնորհակալ եմ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Սյունիքի մարզպետի պաշտոնը եւս մեկ անգամ ինձ վստահելու համար։ Կառավարության կողմից վերջին տարիներին Սյունիքում իրականացված աննախադեպ ծավալների աշխատանքը իր արդյունքն է տվել եւ այսօր Սյունիքի մարզի համայնքները արագ զարգանում են։ Իմ կողմից վստահեցնում եմ, կանեմ առավելագույնը կառավարության ծրագրերի շարունակականությունն ապահովելու, մարզի զարգացման եւ բնակիչների բարեկեցության համար։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում։ Վաձորի մարզպետ Վահագն Արսենյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, խորին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, կաշխատեմ իշա Վայոց-Ձորի մարզի եւ Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալամյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, շնորհակալ եմ վստահության համար, հավաստիացնում եմ, որ առաջիկայում գործունեությունը Տավուշի մարզպետի պաշտոնում ուղղված կլինի Տավուշի մարզի զարգացմանը, կառավարության ծրագրերի իրականացմանը եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հաջողություն եմ մաղթում կրկին բոլորիդ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակում վերջին անգամ է համենայն դեպս մասնակցում կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն եւ ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության եւ համատեղ աշխատանքի համար։ Քանի որ այսօր աստղագիտության թեմա մի քիչ գերիշխում է, մի համեմատություն էլ ես անեմ, իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ եւ այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա, բայց երևի նորմալ է, նաև այս սրահում գտնվող, այս սրահից դուրս գտնվող գործընկերներին, քաղաքացիական հասարակության էքսպերտների, որոնք օգնել են, որպեսզի այն աշխատանքը, որը կատարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի եւ ինստիտուտների կայացման գործընթացում, օգնել են եւ մտածել եւ քաղաքականություն վարել։ Շնորհակալություն բոլորին։ Մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, կրկին անգամ։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։